Չի խոսքը, որ ուզում եմ կարդամ, դա Հակոբոսի 2-րդ գլխի 26 խոսքն է, որտեղ գրված է, որտեղ ինչպես որ մարմինը առանց հոգու մեռած է, այնպես էլ հավատքն առանց գործերի մեռած է։ Մենք յուրաքանչյուրս վկա ենք, գիտենք, որ յուրաքանչյուր մարմին, եթե չունի հոգի, այդ մարմինը մեռած է։ Այդպես է, թե այդպես չի։ Եթե մարդու հոգին իր մեջ դեռ կա, այս վերջերս մի հատ պապիկ էլ մահացավ, որին իմ աղջիկս էր ծառայել իր աշխատանքի միջոցով, այդ պապիկներ էր աղոթք արել, ապաշխարության աղոթքը, ասեմ ձեզ, բայց այդ պապիկը վերջի 6 տարին ապրել ամենակ այն բանով, որ ինքը կենդանի էր, որտեղ իր հոգին մարմնի մեջ էր, բայց այդ մարմինը կարծես թե մեռած էր, ոչ շարժվում էր, ոչ խոսում էր, ոչ ուտում էր, ոչ խմում էր, ամեն ինչ կապելնիցայով, սիստեմայի միջոցով էր ընդունում, բայց այդ մարդու հոգին իր մեջ էր։ Ու մի օր, երբ որ ես իր այդ խոսում էի, ասի, Աստված այդ հնարավորությունն է տվել, որ այդ մարդը մի օր Հիսուսին ընդունի, նոր դրանից հետո կննջի։ Ու հենց այդ ձևել եղավ, աղջիկս գնացել էր, այդ պապիկի մոտ աշխատել էր, այդ օրը ինքը մենակ էր եղել, ու գիշերը աղոթել էր այդ պապիկի հետ, ու այդ պապիկը ննջել էր։ Բայց ինչ եմ ուզում քեզ ասեմ, որ մարդու հոգին դեռ եթե մեջն է մարմնին, այդ մարմինը կենդանի է։ Հենց հոգին գնաց, այդ ժամանակ էլ այդ մարմինը մեռած է։ Հենց այդպես, պատկերացնում եք ինչ համեմատություն է անում Աստվածաշունչը, եթե քո հավատքի մեջ չկա գործ, այդ հավատքը մեռած է։ Հավատքի գործը, հավատքի համար դա այն հոգին է, որը հավատքը կենդանացնում է։ Ու ավելի ուզում եմ կոնկրետացնեմ, հավատքի դրսևորումը, այսինքն հավատքին կենդանացնողը, դա իմ և քո հավատարմությունն է։ Հավատքի գործը դա հավատարմությունն է։ Այսինքն, եթե հավատքի մեջ չկա հավատարմություն, այդ հավատքը մեռած հավատք է։ Հիմա դուք կարող եք մտածել, բա գործ ասում, ինչի է մեր աղբերը հավատարմության բերում։ Ուզում եմ քեզ ասեմ, որ հին ուխտի մեջ Աստված ասում է, ձեր գործերը իմ առջև կեղտոտ լաթի պես է։ Այսինքն ուղղակի գործողությունը չի կարող հավատքը կենդանացնել։ Բայց կա մի գործոն, որը հավատքի համար որպես հոգի է։ Ու դա գիտեք որն է? Հավատարմությունը։ Ուրեմն, Ղուկաս ավետարան 6:46-ում ասում է, եւ ինչու եք ինձ Տեր կոչում, բայց չեք անում այն, ինչ ես ասում եմ։ Ասեմ ձեզ, այս խոսքի համար պետք է նախ հավատք, որ նա իմ Տերն է, ընդունեմ նրան, բայց դրանից հետո ինձ պետք է հավատարմություն, որպեսզի ես կատարեմ այն, ինչ նա ինձ ասում է։ Որտեղ եթե ես հավատում եմ, բայց չեմ անում, իմ հավատքս բանից դուրս է գալի, փուչա կամ մեռած է։ Ուրեմն, Հովհաննես ավետարանի 3:36-ը։ Ես մի քիչ առաջ գնացի։ 3:36-ը։ Բերեք կարդանք այդ խոսքը։ Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդվողը կյանքը չի տեսնի, այլ Աստծո բարկությունը կմնա նրա վրա։ Երկու բան։ Հավատք։ Որդուն հավատացողը հավիտենական կյանք կտեսնի։ Յուրաքանչյուր մարդ, որ գալիս է դեպի Աստծուն, նա պիտի հավատա, որ նա կա եւ վարձահատույց է նրանց, ովքեր իրան փնտրում են կամ խնդրում են։ Առանց հավատքի մենք չենք կարող Աստծու հետ հանդիպում ունենալ։ Թովմասը մի օր դրսևորեց թերահավատություն, երբ որ իրան ասվեց, որ Հիսուսը հարություն է առել։ Նա ասավ, մինչև իմ աչքերս չտեսնեն,
Միջև իմ ձեռներով չշոշափեմ, չեմ հավատա։ Գիտեք, որ հավատք ունի ձեռքեր, հավատք ունի աչքեր, որոնք տեսնում են այն, ինչ չի տեսնում մեր ֆիզիկական աչքերը եւ չի զգում մեր ֆիզիկական շոշափելի ձեռքերը։ Եվ Հիսուսը մի օր կանգնեց իրանց մեջ ու Թովմասին կանչեց. Թովմաս, արի ձեռքը դիր։ Հիմա աչքդ տենում է, Թովմասը ընկավ ծնկների վրա, ասավ Տերս իմ ու Աստվածս։ Գիտեք, այսօր վկայություններ են շատ լսում, որ մարդիկ մանավանդ մուսուլմանական երկրներից հանդիպեցին Հիսուսին։ Մի պահ Հիսուսը այցելեց իրանց, ու իրանք ընկան, երկրպագեցին, ընդունեցին Հիսուսին եւ ասում են Տերս ու իմ Աստվածս, ինչպես Թովմասը արավ, բայց Հիսուսը մի հատ բան ասավ։ Ասավ մի եղիր անհավատ, այլ եղիր հավատացյալ։ Հիմա ես քեզ ուզում եմ ասեմ, եթե երբևիցե քո մեջ կա ամոթ կամ խուճապ այս հասկացողությունից, որ լինես հավատացյալ, թե չլինես հավատացյալ։ Մենք մի օր կանգնում ենք այդ ընտրության առաջը, մարդկանց մոտ ասելու ես հավատացյալ եմ, թե ասելու չէ, ես ոչ չեմ, ես իրանց կողմից չեմ։ Հիսուսը քեզ եւ ինձ ասավ. եղիր ով հավատացյալ։ Մյուս անգամ, երբ որ այս հարցի առաջ կանգնես, հիշի մի բան, որ Հիսուսը անձամբ քեզ ասում է. եղիր հավատացյալ։ Ամեն։ Եվ կարծես թե մենք այս հարցում այսօր այս սարքը չի ուզում աշխատի նորմալ։ Կարծես թե այս հարցում մենք հայերս կարծես թե մի քիչ առաջ գնացած ենք, բոլորս հավատում ենք, բոլորս ասում ենք մենք հավատք ունենք եւ այլն եւ այլն։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, կա երկրորդ բանը դա իսկ որդուն չհնազանդվողը կյանքը չի տեսնի, այլ Աստծո բարկությունը կմնա նրա համար։ Նա ով որ որդուն չհնազանդվեց, հավատքը առանց գործերի ինչա մեռած է։ Իսկ եթե գործեր կան, ինչ գործերի մասին է խոսքը, հավատարմության գործերի մասին։ Ինչի եմ ասում հավատարմության գործերի մասին։ Որովհետև եթե դու մի գործ ես անում առանց Քրիստոսի, անգամ եթե դա աշխարհի ամենաբարի գործն է, դա չի կարող վերագրվել հավատքի գործերին, որովհետև հավատացող մարդը քայլում է Քրիստոսի հետ եւ գործում է Քրիստոսի։ Իրականում հավատարմությունը դա իրանից հենց բան չի, որ մարդը ծնված օրվանից կամ ունի կամ չունի։ Հավատարմությունը դա պտուղ է, որ մարդը իր մեջ ձեռք է բերում եւ ինքը դա աճեցնում է իր մեջ կամ ոչնչացնում է իր մեջ։ Գաղատացիս 5-րդ գլխի մեջ 22 խոսքից խոսում է հոգու պտուղների մասին, որոնք ասում են հոգու պտուղներն են սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուշկալություն։ Ասեմ ձեզ, որ այս պտուղները կա յուրաքանչյուր մարդու մեջ։ Դենց մարդ աշխարհի վրա չկա, որի մեջ չկա այս պտուղները։ Ուղղակի մենք ենք այս պտուղները կամ բարձրացնում մեր մեջ, կամ մերցնում, կամ աճեցնում, կամ ոչնչացնում։ Ինչի՞ իմ մոտեցումը, այն մարդիկ, որ ցուցաբերել են անհավատարմություն, ես նորից ու նորից տալիս եմ իրանց հնարավորություն, որպեսզի իրանք կարողանան այդ հավատարմությունը դրսևորել։ Որ ինչի, որովհետև դա պտուղ է։ Բերեք այս պտուղները անվանենք որպես կարոդեց, աղբյուր, ջրհոր։ Իսրայել ազգը փոսում էին ջրհորներ,
որտեղ թշնամին գալիս էր ու այդ ջրհորը լցնում էր կեղտով։ Եվ հաճախակի Հակոբը, Իսահակը ունենում էին մարդկանց հետ բարդություններ, որովհետև իրանք ջրհորները լցրել էին կեղտով։ Քարոզի չգալիս ապագա։ Ուրեմն, ինչ էին անում, իրանք նորից փորում էին այդ ջրհորները։ Եթե քո մեջ քո հավատարմությունը կորցրել ես, սա մի բան է, որ հակառակորդը փորձել է ոչնչացնի։ Բայց Սուրբ Հոգին այսօր քո կյանքում եկել է, քեզ օգնի, որպեսզի այդ ջրհորը նորից փորես ու բարձրացնես քո հավատարմությունը։ Ամեն։ Ուրեմն, ում և ինչին պիտի լինենք հավատարիմ, մինչև վերջ։ Ես ուզում եմ այսօր 3 բան ասեմ, որի մեջ ես և դու պետք է հավատարիմ լինենք յուրաքանչյուր պարագայում։ Առաջինը, մեր հավատարմությունը պետք է լինի մեր Աստծո նկատմամբ, Հորը, Որդու և Սուրբ Հոգու նկատմամբ։ Ես պետք է շարունակական հավատարիմ մնամ Հորը, որովհետև նա տիեզերքի տիրակալ և ստեղծիչն է։ Ես պետք է հավատարիմ լինեմ միածին Սուրբ Հիսուս Քրիստոսին, որը միակ Մեսիան է, որ կարող է մարդկանց փրկության տանել։ Եվ ես պիտի լինեմ հավատարիմ Սուրբ Հոգուն միակ անձին, որը այսօր կարող է երկնքից վերցնել և ինձ և քեզ փոխանցել։ Գիտեք, իրականում գայթակղությունը կգա, մենք դրա մասին կխոսանք, բայց հաճախակի ես հանդիպել եմ իմ կյանքում դրվագների, երբ որ հակառակորդը փորձել է մարդկանց շեղել, փորձել է հեռացնել։ Օրինակ, մի անգամ ես զրուցում եմ մի հատ մուսուլմանի հետ, որ ինքը ասում էր մեր Աստվածը ու ձեր Աստվածը նույն Աստվածն է եւ այլն եւ այլն։ Ես գիտեք վերջում իրան ասեցի մի հատ հարց տամ, ես այդքան է համաձայն չեմ, որ իմ Աստվածը եւ ձեր Աստվածը նույն Աստվածն է։ Սրանացած ինչի, սա քրիստոնյաները իմ հետ համաձայնվել են։ Ասում եմ, ես չեմ կարող համաձայնվել, որովհետև իմ Աստվածը որդի ունի, քո Աստվածը որդի ունի, չէ։ Այսինքն, քո Աստվածը հայր Աստված չի, չէ, այսինքն մենք նույն Աստծուն չենք պաշտում։ Իմ Աստվածը նախ եւ առաջ հայր Աստված է։ Ու թող ոչ մի բան ձեր չխաբի, չմոլորացնի, չտանի, որ դուք հոր Աստծուն փոխեք ինչ-որ մի բանի հետ, մի հատ կերպարի հետ կամ մի անունի հետ։ Հայր Աստվածը, այն Աստվածն է, որի հանդեպ մենք սովորեցինք Հիսուսի կողմից մի աղոթքի, որ ասում է հայր մեր, որ երկնքում ես։ Ամեն։ Ու իմ Աստվածը Հիսուս Քրիստոսն է, որը ճարտարապետն էր այս երկիրը ստեղծելու համար, երբ որ մասն ու բաժին ունեցավ մարդուն ստեղծելու համար։ Հաճախակի բոլորը կամ շատերը մերժում են Հիսուս Քրիստոսին։ Ուզում եմ քեզ ասեմ, Ավետարանը ասում է, նրանք են դևից, ովքեր Հիսուս Քրիստոսին չեն ընդունում։ Ով ուզում են լինեն։ Եհովայի վկայեն, մուսուլման են, ով ուզում են լինեն, եթե նրանք Հիսուս Քրիստոսին չեն ընդունում, դրանք հակառակորդից են։ Այդ ձև ասում Աստվածաշունչը։ Կարդացեք Հովհաննեսի թղթերը։ Թող ոչ մեկը չկարողանա ձեզ մոլորացնի ու ասել Հիսուսին մի կողմ դրեք, ինքը ուղղակի մարդ էր, մարգարե էր եւ այլն եւ այլն։ Ասում է, ով որ ունի որդուն, նա ունի ինչ? Հավիտենական կյանք։ Փառք քեզ Տեր Հիսուս։ Եվ հաջորդը, որ ես պետք է հավատարիմ մնամ Սուրբ Հոգուն։
Կար ժամանակ ես երբ որ Բելարուսիայում էի, դժվար օրեր ենք ունեցել, հալածանքներ եւ այլն։ Այն ձևի իրավիճակներ, երբ որ ինձ հրաման կար քաղաքապետանի կողմից բոլոր ֆիրմաներում, որ ինձ գործի չընդունեն այդ քաղաքում։ Ու ես աշխատանք չէի կարողանում ճարել, ու եկեղեցին չուներ հնարավորություն, որ ինձ աջակցեր, որ կարողանայի ես իմ ընտանիքը պահել, չնայած դա սուրբ գրային է, բայց չկար այդ հնարավորությունը։ Ու մի անգամ մեր տունը գալիս են մի հատ եկեղեցու կողմից մարդիկ, ովքեր Սուրբ Հոգուն չեն ընդունում։ Ու առաջարկում են, որպեսզի ինձ առաջարկում են, ասում են, դու դառնի մեր եկեղեցու հովիվը, մենք մեր եկեղեցին քեզ փոխանցենք, ոնց որ միացնենք մեր եկեղեցիները իրար, մենք քեզ աշխատավարձ կտանք, տուն կտանք, մեքենա կտանք։ Պատկերացնեք 2000 թվականների սկիզբն էր, դա Բելարուսիայում շատ ծայրահեղ կարևոր բաներ էին, բայց մի հատ պահանջ կար, որ Սուրբ Հոգուն մի կողմ պետք է դնես։ Չպետք է իր մասին քարոզես։ Իրանց ասեցի եղբայրներ, եթե ուզում եք մենք շարունակենք եղբայր մնալ, ուրեմն մոռանում ենք այս ձեր առաջարկը։ Հաշվում ենք դու մեզ չեք առաջարկել նման։ Գիտեք, Սուրբ Հոգին այսօր իրական է։ Ու ես եւ դու պետք է նրան տեղ տանք մեր կյանքի մեջ։ Ամեն փառք Տիրոջը։ Երկրորդ բանը, ինչին ես պիտի, ուրեմն առաջինը Աստծուն, որին մենք ճանաչում ենք Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, երկրորդը, որ ես պիտի հավատարիմ մնամ, դա եկեղեցին է։ Իհարկե, մենք եկեղեցին չենք ընդունում որպես ինչ-որ քարեշենք, որին պետք է հավատարիմ մնանք, այլ մենք եկեղեցին հավարում ենք այն հավաքույթը, որտեղ մենք հավաքվում ենք 2-3 հոգով միասին, որովհետև Հիսուս ասավ, որտեղ 2-3 հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ ներկա եմ։ Եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է։ Ամեն։ Եվ եկեղեցին հիմա ինչ է նշանակում հավատարիմ լինել եկեղեցուն։ Լսեք, վերցնենք Համբուրգ քաղաքը։ Համբուրգ քաղաքում կան, ես ասեմ 10, դուք իմացեք 20, ես ասեմ 20, դուք իմացեք 30 եկեղեցի։ Տարբեր լեզուներով, տարբեր ազգերի, գերմաներեն, անգլերեն, ամեն ճաշակի եկեղեցի կա։ Ամեն ճաշակի։ Ինչ ճաշակ ունես, այդ շեղի կա։ Կուզես աֆրիկաներիների նման հուլուլու երկելով պաշտես Տիրոջը, այդ ձևի եկեղեցի կա։ Կուզես մենակ սենց կանգնած քարի պես աղոթելով պաշտես այդ ձևի եկեղեցի։ Ամեն տեսակի եկեղեցի կա։ Ու ես ուզում եմ քեզ ասեմ, որ ամեն եկեղեցի դա մարմին է։ Քրիստոսի մարմինն է։ Ու ամեն եկեղեցին իրար բաժինը, իրար տեղը ունի Քրիստոսի ընդհանրական եկեղեցու մեջ։ Հիմա ինչ եմ ուզում քեզ ասեմ, որ դու պիտի եկեղեցուն հավատարիմ լինես, այն եկեղեցուն, որտեղ քեզ Տերը դրել է։ Հիմա սենց օրինակ բերենք, երկրի վրա կան շատ մարդիկ։ Հիմա այստեղ քանի հոգի կանք։ Մի 20 հոգի մարդ, 30 հոգի մարդ։ Հիմա քո պոչկան վերցնի ասի, ես իմ դուրը չի գալի, ես լինեմ վարուժի պոչքեն, ուզում եմ գնամ դառնամ նահապետի պոչկա։ Ինչ եք մտածում, դա հնարավոր է, նորմալ երևույթ է դա։ Կան քո աչքդ, լսեք, դու կարաս այցելես ինչ-որ միտեղ, բայց դու պիտի հավատարիմ մնաս այն եկեղեցուն, որտեղ քեզ Տերը տեղադրել է, Տերը դրել է։ Քո աչքդ կարա ամեն բան տեսնի, բայց չի կարա մի օր վեր կենա, ասի, ես լքում եմ այս մարմինը, ստեղ ինձ լավ չեն նայում։ Կարա այդ ձեր բաներում, ասում ձեզ կան բարձրություններ, կան մի
օրինակ նախկինում Վոլանուշը գիրում էր ապրում իր հարևանի, վերևի հարևանի աղջկան, որը շատ ծանր հիվանդ էր, ուներ դժվարություն, արեցին փողպատվաստում։ Իրան մեջ տեղադրեցին մոր սիրտ։ Փառք Աստծո այդ աղջնակը ապրումը, բայց դա բացառություն է, դա հազվագույն դեպք է։ Բայց այսօր եկեղեցուց եկեղեցու փախնելը, եկեղեցուց եկեղեցի տեղափոխվելը դառնում է մի հատ անհասկանալի երևույթ։ Չգիտեմ ինչ ձևով արտահայտվեմ այդ երևույթը։ Չեմ ուզում մարդկանց նեղացրած եղնեմ, բայց մեկ արտահայտություն կա մի հատ հին։ Ասում եմ ագրավի վրից հոտ ագարի, ինքը մտածում է բնից է հոտ գալու։ Անկեղծ ասեմ ձեզ, կատարյալ եկեղեցի գոյություն չունի երկրի վրա։ Եթե մի եկեղեցում կաս դու, ես ես ձև կասեմ, եթե մի եկեղեցում կամ ես, այդ եկեղեցին արդեն չի կարող կատարյալ լինի։ Ինչքան ուզմալ հավ եկեղեցի, որտև կա այնտեղ մհեր, որը անկատարյալ մարդ է։ Բայց այն եկեղեցին, որտեղ Տերը քեզ տեղադրել է, դու այդ եկեղեցում պետք է լինես հավատարիմ։ Դու այդ եկեղեցում պետք է կանգնես մինչև վերջիդ շունչը, որովհետև այդ եկեղեցին այն եկեղեցին է, որը Տերը նախապատրաստել է հենց քո համար։ Դու հենց այդ եկեղեցու մեջ կատարող ֆունկցիան, այդ գործը կատարող մարմնի անդամն ես։ Լսեք, եթե դու, մի հատ այս ձև ասեք, եթե դու այս եկեղեցու համար աչք ես, ու մի օր որոշում ես, որ դու պետք է գնաս ուրիշ եկեղեցի, բայց Տերը քեզ տեսնում է այս եկեղեցում որպես աչք, դու գնում ես մյուս եկեղեցի, ընդեղ Տերը ուրիշ աչքեր ունի, դու կամ ընդեղ մեռնելու ես, կամ խանգարելու ես, կամ էլ չես կատարելու քո ֆունկցիան։ Յուրաքանչյուր մարդ դրված Քրիստոսի կողմից եկեղեցու մեջ ունի իր ֆունկցիան։ Անգամ մեր ճկուտը ունի իր գործը մեր մարմնի մեջ։ Ամեն, փառք Տիրոջը։ Ուրեմն Աստծուն պետք է հավատարիմ լինեմ, եկեղեցուն պիտի հավատարիմ լինեմ, եւ երրորդը, որ պետք է անփոփոխ լինի, դա ընտանիքին պիտի լինեմ հավատարիմ։ Պետք է չկարողանա սատանա ինձ խաբի։ Անհավատարմությունը ընտանիքի մեջ, դա դժոխք է ընտանիքի մեջ։ Անկավ նրանից դա զավակներն են անհավատարիմ, թե ծնողները, անկախ նրանից, ամուսինն է անհավատարիմ, թե կինը։ Ուրեմն, ստեղ պետք է առաջ գնայինք, այսի որ մի հատ էլ դուք իմ ասածը տեսանելի տեսնեք, որ ձեր մեջ տպավորվի, հիշեք սրա մասին։ Ուրեմն, նա գայթակղությունների մասին, առաջինը, որ գայթակղությունները կգան, և նա տարբեր ձևերով է դրսևորվում։ Ուրեմն, առաջին միտքը, որ գայթակղությունները կգան, որտեղից գիտեմ, Մատթեոս ավետարան 16:18 խոսքում, ասում է, որ ես էլ ասում եմ քեզ, որ դու ես վեմ, և այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Դու ես Պետրոս, դու ես վեմ, որի վրա կկառուցեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի։ Սա ինչ է ցույց տալի, որ դժոխքը կցանկանա ոչնչացնի
այդ վեմը, դժոխքը կցանկանա կործանի, բայց չի կարող, որովհետև Հիսուսի եկեղեցին կմնա մինչև վերջ։ Ուրեմն Հայտնության 2-րդ գլխի 10-11 խոսքերը, որտեղ ասում է. բնավ մի վախենար այն բաներից, որ կրելու ես, ահա բանսարկում ձեզանից բանտի մեջ է գցելու, որ փորձվեք և նեղություն կունենաք, հավատարիմ եղեք մինչև իմա և կյանքի պսակը կտամ քեզ, ով որ ականջ ունի թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին, ով որ հաղթում է երկրավոր մահը չի կաշակի։ Լսում եք ինչ ասում Աստծո խոսքը։ Բնավ մի վախեցեք այն փաստից, այն բաներից, որ բանսարկում գալու է եւ ձեզանից շատերին փորձելու է, գայթակղելու է, փորձելու է ոչնչացնի, բայց ինչ ասում, բայց նա, ով մինչև վերջ հավատարիմ կմնա, ինչ կլինի, կյանքի պսակը կստանա։ Եվ նա, որ հաղթի, նա երկրորդ մահը չի ճաշակի։ Նա երկրորդ մահը չի ճաշակի։ Ուրեմն, ոչ մեկս չունենք գարանտիա, որ գայթակղություն չի գա մեր նկատմամբ։ Բոլորս էլ ենթարկվում ենք գայթակղության։ Սատանան փորձում է բռնել մեր թույլ կողմը ու հենց այդ կողմից հարված է։ Որտեղ եթե մյուս կողմից գա, որտեղից ես ուժեղ եմ, ինքը գիտի աննպատակ կա, դա, որովհետև ես ուժեղ եմ այդ կողմից։ Բայց գտնեմ այն ամենաթույլ կողմը, որտեղից ես կարող եմ հարված կրել, ու հենց ընդեղից է հարվածում։ Ինչն է քեզ գայթակղացնում։ Բայց Տերը մեզ ասում է, ով որ մինչև վերջ պայքարի, ով որ մինչև վերջ կայուն մնա, նա կստանա կյանքի պսակը։ Ամեն։ Ինչպես են դրսևորվում գայթակղությունները։ Առաջի հերթին գայթակղությունը իր մեջ դրսևորում է մի հատ վիճակ, որը Տերը անվանում է գաղջ վիճակ։ Երբ որ մենք զբաղվում ենք ինքնահանգստությամբ։ Չնայած նրան, որ մեր հոգին մեզ հանդիմանում է, կամ մեր խիղճը մեզ հանդիմանում է, մենք փորձում ենք մեզ հանգստացնել, ամեն բան լավ է, ոչինչ։ Հաճախակի ինչ աղում, երբ որ դու եկեղեցի չես գնամ, հոգիդ քեզ տակնու վրա է անում, դու քեզ ինչ ես անում, հալա ոչինչ մյուս շաբաթ կգնաս, այն մյուս շաբաթ է չի ստանացվում, նորից այն մյուս շաբաթ կգնաս, ու դու քեզ փորձում ես, մեղք ես գործել, ոչինչ, հալա, ով չի մեղք գործում, եղնել է ձեր մեջ է ձեր մտքեր, ով չի մեղք գո, կա մեկը, որ մեղք չի գործում, հա ինչ անենք միան մեղք հայելի, մեկ էլ հաջորդ բանը, որ կատարում է, մենք սկսում ենք մեզ համատել ուրիշի հետ, որ իմ կատարած մեղքը, այդքան էլ մեծ չի համատել մեզ մարդու կատարած մեղքին։ Ուրեմն երկու եղբայր են եղնում, հանցագործ, ահավոր անձնավորություն էր։ Սրանցից մեկը մահանում է։ Ու գալիս են մի հատ հովի մոտ, խնդրում են, որ այս թաղման արարողությունը այս հովվա անցկացնի, քարոզի ավետարան։ Ասում է, բայց միակ պայման կա, որ դու այդ քարոզի մեջ պետք է անպայման շեշտես, որ իմ այս մահացած եղբայրս սուրբ մարդ էր։ Այս հովվա գլուխը ջորթում, ոնց կարամ ես սրան դենց ներկայացնեմ, աշխարհի ամենամարդակերս, բանող, գող, ավազակ անձնավորությունն է, ոնց ես կանգնեմ այդ ժողովրդի առաջ ասեմ, որ սուրբ մարդ էր,
Վերջ աղոթում է, Տեր իմաստություն տուր, Տեր իմաստություն տուր, գալիս է կանգնում է այդ թաղմանարաղության առջև, սկսում ավետարան քարոզել ու այս եղբայրը ընդեղից սպասում ասում է, եթե չհասես, մենք քեզ կսպանենք։ Ու այս հով ասում է, լսեք ասում է, հիմա ես եկել եմ հասեմ ձեզ, որ նրանք, ովքեր մեղքի մեջ ապրում են եւ ապրել են, գնալու են դժոխք, ինչպես այս երիտասարդներ, որ գնաց դժոխք որպես մեղավոր մարդ։ Նա այս աշխարհի ամենաահավոր մարդկանցից մեկն էր, մարդակեր, մարդասպան, գող, աղազակ, թալանչի, բայց ուզում եմ ձեզ ասեմ, որ նա սուրբ էր համատած իր եղբորը։ Հաճախակի մենք այս նույն իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ որ մենք մեզ համարում ենք սուրբ, համեմատած ինչ-որ մի մարդու, բայց ուզում եմ քեզ ասեմ, Տերն ասավ սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ, այսինքն ես ինձ պետք է համեմատեմ ոչ թե ինչ-որ մեկի հետ, ինչ-որ մի հովիվի կամ ինչ-որ մի քարոզիչի, այլ պետք է ինձ համեմատեմ երկնքի տիրակալի հետ, որ նա կատարյալ սուրբ է։ Ու երբեք մի թույլ տվեք, լսեք, հենց հավատարմությունը ստեղագործում, երբ որ քո խեղճ մտանքը սկսում է քեզ հանդիմանել, դու ոչ թե պետք է լռեցնես դա, այլ գաս ապաշխարության, որովհետև Տերը ասում է, եւ որ կգա մխիթարիչը, լսեք, մխիթարիչը կգա, մխիթարիչը որ գա, իմ կարծիքով, լոգիկայով ինչ պետք է անի, մխիթարիչը հանգստացնի, բայց մխիթարիչը կգա ու քեզ ինչ կանի, կհանդիմանի, վայքորա։ Հաճախակի, երբ որ ես տկարացած եմ, ես փնտրում եմ մարդկանց, ովքեր ինձ կշորին, վայ ինչ մեղք ես դու, ինչ վիճակած խեղճա, քուտերն ուրիշն էլ հմի վապշել, վարիվնացած կլեր, բայց եթե այդ պահին ինչ-որ մեկը ինձ հանդիմանում ասում է, ով տկարացած, վեր կաց, ես ունում եմ դրանից փախած եղնեմ, բայց ուզում եմ քեզ ասեմ, Սուրբ Հոգին քեզ չի մխիթարելու քո տկարության մեջ, նա գալու է քո տկարության մեջ, քեզ հանդիմանելու։ Ու անհավատարմությունը սկսում է դրսևորվել, երբ որ դու սկսում ես հակառակվել Աստծո հանդիմանությանը քեզ ինքնահանգստացնելով։ Երբ որ մենք մենակ մտածում ենք, որ Աստված մեզ սիրում է, այո, Աստված քեզ սիրում է, շատ է սիրում, եւ նա մեղավորի կործանումը չի ուզում, բայց մեղավորը իր ոտքով կարող է գնալ կործանման։ Երկրորդ բանը, որ դրսևորվում է անհավատարմությունը, դա մանիպուլյացիան է, երբ որ մենք օգտագործում ենք մանիպուլյացիան մեր կյանքի մեջ։ Հիմա կմտածես, այս ինչ է ասում, ինչ է սա նշանակում։ Ուզում եմ իմ կյանքից օրինակ բերել։ Բոլորը գիտեք իմ կյանքի պատմությունը, եկավ ժամանակ, երբ որ ես բաժանվեցի, ու ես ունեմ 2 երեխա։ Ու իրանք դեռ փոքր են, հիմա փայք ասում, մեծացել են մի քիչ ուրիշ ձև են այդ ամեն ինչին, մեկը 14 տարեկան էր, մեկը 12 տարեկան էր, իրանք երկուսն ընտրել էին իմ հետ մնալ, իմ հետ էին, բայց մի հատ բան ջոգեցին, որ ես իրանք շատ եմ սիրում ու գնահատում։ Մեկ էլ հենց մի բան էին ուզում, եւ այդ բանը ես իրանց արգելում էի, իրանց մոտ մի հատ սենց բան փորձ գնաց իմ նկատմամբ։ Եթե դու չանես մեր ուզածով, մենք կգնանք մամայի մոտ։ Շանտաժ։ Մի անգամ, 2 անգամ, 3-րդ անգամ, ասի եկեք նստեք։ Ասի, եթե դուք մտածում եք, որ շանտաժով
պետք է ձեր հասնեք, հենց հիմա հագնվեք, հավաքվեք, ես իմ ոտով, իմ մեքենավ ձեզ տանեմ ձեր մոր մոտ։ Միանգամից, այն որ ասում փոքսները կոտրվեց, կանգ առան, հասկացան, որ դա չի գործում։ Հաճախակի ցավում են, բայց նաև եկեղեցում նման բան կատարում։ Կթողանք, կգնանք եկեղեցուց։ Ես հիշում եմ մի հատ անձնավորություն կար, հենց ես մեղքից քարոզում էի, ասում էի, բայց դու ոնց որ ուզում ես, որ մենք եկեղեցուց գնանք։ Ամեն ժողովից հետո կանչում էր ինձ այն կողի զալը, այն սենյակը, գիտեք, վերևը գրած աղոթքի սենյակ, կանչում էր ընդեղ ու սկսում էր ինձ հետ խոսալ, ինչ ես ինձ ուզում ասես, կախվե եթե բանն ես ասելու առանձին ասում այն դերջալ, ես քարոզում եմ Աստծո խոսք, եթե ինչ-որ բան քեզ հանդիմանում է, ում ապաշխարին։ Բայց այս մանիպուլացիան, սա ցուցաբերում է քո անհավատարմությունը։ Սա նույն ընտանիքի մեջ է։ Գիտեք, յուրաքանչյուր հովիվ, ես ասեմ, ինչի է այս մանիպուլյացիան գալի։ Մանիպուլյացիան հիմնվում է մարդկանց սիրո եւ բարության վրա։ Եթե մարդը հասկանում է, որ քեզ սիրում է ինքը, դու փորձում ես այդ սերը ավելի քեզանով անես։ Դրա համար առաջանում է այդ դրվագը, բայց մեկ չարաշայի մանիպուլյացիա։ Յուրաքանչյուր հովիվ, յուրաքանչյուր ծառայող չի ուզում ինչ-որ մեկը եկեղեցին լքի։ Կամ բաժանում մերում։ Ամենաշատ դրա դեմ աղոթող մարդը ես եմ։ Բայց ցավոք սրտի մեր եկեղեցին թե բաժանում է եղել, թե մեզ լքել են, թե դավաճանել են։ Ուզում եմ քեզ ասեմ, եթե քո մեջ առաջանում է այդ մանիպուլյացիոն միտքը, եթե իմ ուզածով չլինի, ես կլքեմ եկեղեցին, սա սիգնալ է քեզ համար։ Հաջորդը թերահավատություն։ Թերահավատությունը դա հավատարմության բացակայություն։ Բացատրեմ։ Այսօր առավոտ մի հատ կինո եմ տեսել, այդ կինոն գցել եմ գրուպի մեջ մեր Տելեգրամի, կարող եք նայել։ Իհարկե ռուսերեն լեզվով է, բայց շատ հետաքրքիր կինո է։ Ուրեմն մարդիկ, որոնք բանտարկվել են ավետարանի քարոզի համար, հայտնվել բանտում, Սիբիր, աքսորվել, դաժանության մեջ, տառապել են, իրանց պատժել են, ծանր աշխատանքներ են դրել, ու դրանցից մեկը սկսում է ուրիշներին քարոզել։ Ու հենց է ստացվում, որ այդ բանտում եկեղեցի առաջանում։ Ու երբ որ այս սովետական միության իշխանությունը դա տեսնում է, որոշում են այդ 3 քարոզիչներին այդտեղից տանեն, որպեսզի այդտեղ էլ եկեղեցի չլինի։ Այդտեղ եղնում է մի մարդ, որ նորահավատ է, ընդունել է Հիսուս Քրիստոսին իր Տերը եւ Փրկիչը։ Սրան կանչում է այդ բանտապետը, ասում է մենք տեսել ենք, որ դու այդ հավատացյալների հետ ես, եթե դու իրանց հրաժարվես, մենք քեզ կդնենք այդ ամնիստիայի ցուցակի մեջ։ Ու այս մարդը ասում է, բանտապետը փսիխոլոգիչ է, ասում է, դու կարոտել ես քո երեխեքին, կարոտել ես քո կնոջը, ունես հնարավորություն գնալու։ Քեզ ուղղակի պետք է հրաժարվես այս հավատացյալներից, այդ հավատքից։ Այս մարդը շարունակում է հավատալ ու հրաժարվում է մտնել այդ ցուցակի մեջ հրաժարվելով Հիսուսից։ Ասում է, ես չեմ կարող։
Իհարկե, մեր կյանքում կարող են լինել դրվագներ, որտեղ իմ հավատքը չի բավարարում։ Եղնում այդ ձեր դեպքեր։ Այն հոր նման, որ ասում է, Տեր, օգնիր իմ դժվարության մեջ բժշկելով իմ որդուս։ Հիսուս ասում է, եթե հավատում ես հնարավոր է։ Տեր ասում է, հավատում եմ, բայց ներիր իմ անհավատության համար։ Մենք հաճախակի ենք, հավատում ենք, բայց միևնույն ժամանակ ասում ենք, Տեր ներիր մեր անհավատության համար։ Կլինի դա բժշկության հարցում, հրաշքի հարցում, ինչ որ հարցեր լինում է, բայց քո հավատքդ Հիսուսի կատարած գործի վրա երբեք չպետք է թել հավատություն ձեռք բերի։ Մինչև վերջ պետք է կանգնես այդ հավատքի վրա։ Մարգարեի պես ասես, անգամ եթե ինձ չօրհնես, ես միևնույնն է պիտի հավատամ իմ Աստծուն։ Դանիել մարգարեին ասեցին, եթե դու հավատում ես, թող քո հավատքը փրկի քեզ առույցների բերանից։ Գիտեք Դանիելը ինչ ասավ։ Ասավ, եթե անգամ չփրկի իմ Աստվածը, ես միևնույնն պիտի մնամ նրան հավատարիմ։ Փառք Տիրոջը։ Եվ վերջինը, որ ես այդտեղ շեշտադրել եմ, որը դրսևորում է անհավատություն կամ անհավատարմություն, դա անհնազանդությունն է։ Երբ որ իմ մեջ բունտ է, երբ որ ես չեմ հնազանդվում, սա անհավատարմության դրսևորում է։ Հիսուսը չասեց, որ չի լինելու գայթակղություններ։ Մատթեոս ավետարանի 11:6 ասում է, երանելի է նա, որ ինձ վրա չի գայթակղվի։ Երանին է նա, որ ինձ վրա չի գայթակղվի։ Լսեք, այն 3 բաները, որի մասին ասեցի, որ այդ բնագավառներում ես պետք է հավատարիմ մնամ, դա Աստծո հանդեպ, եկեղեցու հանդեպ և ընտանիքի հանդեպ։ Այս 3 բաները, որը անմիջապես վերաբերվում է Աստծուն։ Լսեք, առաջինը Աստված, երկրորդը եկեղեցին, որ Քրիստոսի մարմինն է, երրորդը Աստծո նախասահմանությունը մարդկանց համար։ Ընտանիք։ Գիտեք չէ, որ ընտանիքը դա Աստծո ծրագիրն էր մարդկանց համար, որ մարդը մենակ չմնա։ Մենակներ լույս կա։ Այս 3-ը անմիջապես վերաբերվում են Աստծուն։ Եվ Հիսուսը ասում է. երանի նրանց, ովքեր իմ վրայով չեն գայթակղվի։ Թույլ տվեք մի փոքր մի հատ պատմություն պատմեմ ձեզ։ Իմ ընկերը հարազատ անձնավորությունը բոլորդ հավանականը ճանաչում եք, ինքը եղել աներ մեջ ստեղ, ոմանք լսել են Արմեն Գասպարյանը, ինքը ուներ 4 երեխա, ինքը հիմա էլ ասում է 4 երեխա ունեմ, 3-ը ստեղ երկրի վրա, 1-ը երկնքում է։ Հանկարծակի 6 տարեկան երեխու մոտ հայտնաբերում են գլխի ռակ։ Ինքը քարոզիչ, երիտասարդականի ծառայող, ավետարանիչ, ամենուրեք գնում քարոզում, վրանային ծառայության մեջ ծառայում ու հայտնաբերել են իր որդու գլխի մեջ ռակ։ Այս մարդը գիշեր ցերեկ, թե աղոթքի մեջ, թե ծոմապահությամբ պայքարում էր այդ հիվանդության դեմ։ Ու մի օր Տերը իրան ասավ, իմ վրայով չգայթակղվես։ Ինքը այս խոսքը ընդունեց որպես հավատքի մղում, որ Տերն ասավ հավատքի մեջ չտկարանաս, այլ շարունակի հավատալ և կտեսնես հրաշքս։ Եվ շարունակում էր աղոթել, բայց մի օր, մի երեկոյան, որ այդ երեխեն արդեն շատ ծանր ցավերի մեջ էր,
մեր հովիվը Ռաֆայել Գրիգորյանը եկավ իր մոտ։ Ու Արմենը լացելով ասում է, հովիվ, ասում է, հասկանում ես, Տերը ինձ ասել է իմ վրայով չգայթակղվես։ Ասեմ, մինչև այդ դրվագը այդ երեխեն արդեն անգիտակից վիճակում էր, Արմենը մի օր նստած, ավետարանը կարդում երեխեն կողը պարկած, ասում է, մեկ էլ ես երեխեն տեղը նստեց, ասավ, քարոզչությունը չթարգես։ Ու նորից պարկեց։ Ասում է, Վարուժան ինչ ասեցին, ասում է, Վարուժան չկա դեր, չի խոսում։ Բայց այդ խոսքերը ասավ։ Ու ասում է, երբ որ հովիվն եկավ, իրար հետ զրուցում ենք, ասում է, ես լացում եմ, ասում եմ, Տերը ինձ ասել է, դու իմ վրայով չգայթակղվես։ Ասում է, ես չեմ կարա թույլ տամ իմ սրտում անգամ միտք, որ ինքը պետք է գնա։ Այդ ժամանակ ասում է, հովիվը ինձ ասավ, որ տխես, Տերը ուրիշ բան այն նկատի ունեցել։ Տերը նկատի ունեցել, երբ որ ես իրան տանեմ, դու իմ վրայով չգայթակղվես։ Ասում է, այդ ժամանակ ես հետաքրքիր է մեր Տերը։ Տերը սպասում է քո համաձայնության այդ իրավիճակի մեջ։ Ու երբ որ Տերը այդ ժամանակ գալիս է, ասում է, Տիրոջ ներկայությունն էր այդտեղ։ Ասում է, ասեցի, Տեր, թող քո կամքը լինի, եթե ուզում ես տանես, թող գնա։ Ասում է, հենց այս խոսքերից վրա այս զավակս գնաց։ Երանի նրան, որ ինձ վրայով չի գայթակղվի։ Հռոմեացիս 8:35 խոսքում ասում է, ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց, տառապանքը, թե նեղությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերկությունը, թե վտանգը, թե սուրը, ինչպես գրված է, թե քեզ համար մերձվում ենք բոլոր օրը և մորթվելու ոչխարի պես համարվեցանք, բայց այս ամեն բաներին առավել ևս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց, որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկա բաները, ոչ գալիք բաները, և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մի ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծու սիրոց, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Սա Պողոս առաքյալի որոշումն էր։